Վայելբերիցում լավ վաճառքներ ունենալու համար մի քանի կետեր կա, որոնց որ պետք է հետևել։ Որոշ պրոդուկտներ եմ առանձնացրել, որպեսզի օրինակի վրա նայենք։ Նախ առաջինը պրոդուկտը պետք է պահանջարկ ունենա մեծ, օրինակ անլար ականջակալ, գիտենք, որ շատերն են օգտագործում, այս կարա շատ լավ վաճառվի։ Երկրորդը պետք է ապրանքը ունենա շատ բարձր ռեյտինգ։ Օրինակ սա մեքենա լվանալու շորը, որը որ միլիոնավոր քանակություններով վաճառվել է ու շատ բարձր ռեյտինգ ունի ինքը, ոչ միայն Wildberries-ում, այլ նաև այլ մարքեթփլեյսներում։ Երրորդը ցանկալի չի վաճառեք սեզոնային ապրանք, եթե նոր եք Wildberries-ում, որովհետև դրա հետ կապված մի շարք խնդիրներ կա, որ կարող չհասցնեք սեզոնին, կամ եթե վաճառում եք, ցանկալի կլինի մինչև այդ սեզոնի, օրինակ եթե ամանորյա պրոդուկտ եք վաճառում, 1-2 ամիս առաջ ամեն ինչ ձեր մոտ արդեն պատրաստ լինի եւ պրոդուկտից մեծ քանակությամբ ունենաք պահեստներում։ Չորրորդը, ելի ցանկալի չի, եթե նոր վաճառող եք, վաճառեք կոտրվող իրեր, որովհետև սրանց հետ կապված խնդիրներ առաջանում, երբ որ հասնում է օրինակ պատվիրողին, շատ ժամանակ վնասվում է, կոտրվում է, բայց եթե ամեն դեպքում վաճառվում եք կոտրվող իրեր կամ հենց արտադրողը դուք եք, ցանկալի է, ավելի ճիշտ անհրաժեշտ է, որպեսզի փաթեթավորումը շատ լավ արվի, որպեսզի խնդիրներից խուսափեք։ Եվ ամենակարևորներից, որ ձեր ապրանքը պետք է կոնկրետ ինչ-որ խնդիր լուծի, օրինակ սա վզի մասաժոր է, որը շատ տարածված է այս վերջերս, ինքը էլի միլիոնավոր քանակություններով վաճառվել է, իմիջիայլոց շատ հետաքրքիր դիզայն ունի, որի պատճառով էլ շատ հայտնի է դարձել։